Փաստորաթերթը գրում է Ադրբեջանը շարունակում է պահպանել սահմանային լարվածությունը, ապա տեղեկատվություն տարածելով, թե հայկական կողմն իբր խախտում է հրադադարը հարավային եւ հարավարևելյան ուղղությամբ, որոնք մշտապես հերկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից։ Ավելին, պաշտպանության նախարարությունը երեկ հայտարարեց, որ մարտի 31-ին ժամը 00:50-ի սահմաններում Ադրբեջանի զու ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խնածաղ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Բաքուն փաստացի ըստ Հանրապետության հրապարակ տելեգրամյան ալիքի քասուզբելի է ստեղծում Սյունիքի դեմ ռազմական ագրեսիայի եւ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը զենքի ուժով բացելու համար։ Հեղինակները նշում են, որ թուրք-ադրբեջանական տանդեմի Զանգեզուրի միջանցքը մեծ թուրանի լոգիստիկա է եւ Անկարան ու Բաքուն ամեն ինչ անելու են միջանցք ստանալու համար։ Ադրբեջանը ցանկանում է հասնել Հայաստանի Հանրապետության ամբողջական կապիտուլյացիային, ակլավներն ու Զանգեզուրի միջանցքը ստանալու սահմանադրության փոփոխության եւ Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանցիների վերաբնակեցման հարցերում։ Մյուս կողմից Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն հերթական անգամ հայտարարել է, թե Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները, որոնք առկա են Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ներառյալ սահմանադրությունը եւ մի շարք օրենսդրական ակտեր, շարունակում են մնալ տարածաշրջանի կայուն ապագայի հիմնական խոչընդոտը։ Այսինքն Բաքուն ուլտիմատումներով է խոսում Երևանի հետ, փորձելով ստանալ ամեն ինչ առանց պատերազմի, սակայն սահմանային լարվածությունն օգտագործելով որպես լրացուցիչ ճնշման լծակ։ Ինչ վերաբերում է Հայաստանի Հանրապետության իշխանություններին, ապա ըստ ալիքի հրապարակած հոդվածի նրանք պատրաստվում են նորանոր զիջումների։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները չեն հակադարձում Ալիևին, նրանք չեն կարողանում եւ չեն ցանկանում հետ բերել հայ ռազմագերիներին։ Զանգեզուրի միջանցքի հարցում պատրաստ են գնալ զիջումների, այս զիջումները քողարկելով խաղաղության խաչմերուկ ծրագրի ներքո։ Սահմանադրության փոփոխության հարցն արդեն իսկ ակտուալ է, գործող իշխանությունները պատրաստ են 2027 թվականին սահմանադրական փոփոխություններ իրականացնել։ ՔՊԱ-ական իշխանությունները չեն հակադարձում Բաքվին, փուլարփուլ կյանքի կոչելով Բաքվի ճանապարհային քարտեզը։ Ադրբեջանի բոլոր պահանջների կյանքի կոչումը վերջնական կապիտուլյացիան հանգեցնելու է հայոց պետականության կազմալուծմանը։ Ադրբեջանի պահանջների ցուցակն ունի սկիզբ, սակայն չունի ավարտ։ Հայոց պետականության փրկությունը Հայաստանի Հանրապետությունում օր առաջ վերջնական իշխանափոխությունն է։ Ինչ վերաբերում է Արևմուտքի եւ Ռուսաստանի հետ հարաբերություններին, ապա հեղինակների Հայաստանը վերածվում է Արևմուտք Ռուսաստանի Դաշնության պրոքսովարի տարածք։ Արևմուտքը ողջունում է խաղաղության գործընթացը Հայաստանի ու Ադրբեջանի միջև եւ կոչ է անում օր առաջ ստորագրել խաղաղության պայմանագիրը։ Արևմուտքը ցանկանում է հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական սահմանները բացելով Հայաստանի Հանրապետությունում զրոյացնել ռուսական ռազմաքաղաքական ազդեցությունն ու այն փոխարինել թուրքական եւ ադրբեջանական ազդեցությամբ։ Արևմուտքը ցանկանում է Հայաստանի Հանրապետությանը փոկել Ռուսաստանի Դաշնությունից ռուսական շուկան հայկական ապրանքների համար, փոխարինել թուրքական եւ եվրոպական շուկայով, իսկ Հայաստանի Հանրապետության գազային էներգետիկ կախվածությունը Մոսկվայից նվազեցնել ադրբեջանական նավթագազային ռեսուրսների հաշվին։ Մյուս կողմից ալիքի դիտարկմամբ Ռուսաստանի Դաշնությունը եւ Իրանը չեն ցանկանում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը վերածվի արևմտյան նատոական պլաստարմի ընդդեմ Մոսկվայի եւ Թեհրանի, սակայն Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունները շարունակում են վատթարացնել հայ-ռուսական կապերն ու խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ, ինչն ունենալու է աղետալի հետևանքներ հայոց պետականության համար, եթե ռուսական կողմը սկսի պատժամիջոցներ կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ, գրում են հեղինակները, հավելելով, որ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների միակ նպատակն է 2026 թվականին ցանկացած գնով վերարտադրվելը, անգամ Հայաստանն Արևմուտքի եւ Ռուսաստանի Դաշնության պրոքսիվարի տարածքի վերածելով, որպես ամփոփում նշվում է, որ հարավային Կովկասում մեծանում է նոր պատերազմի վտանգը, Բաքուն չի սահմանափակելու իր պահանջների ցուցակը, նրանց նպատակն է Հայաստանի Հանրապետությունն վերածել failed state-ի թուրք-ադրբեջանական տանդեմի շահերից է բխում Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կապերի խզումը, քանի որ այդ պարագայում Հայաստանի Հանրապետությունն միայնակ է մնում հարավային Կովկասում։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Մելիքբեկյան Նիկողոսյան զույգի տարիների անթառունակ կառավարման արդյունքում հայ ֆուտբոլասերները գլխիկորեն հեռանում մարզադաշտերից, իսկ Վրաստանի հավաքականի հետ վերջին խաղերում խեղճացած տեսք ուներ նաև Նիկոլ Փաշինյանը։ Վերջինիս դեպքում ամեն բան արդար է, քանզի փաստացի նա է պատասխանատու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության գրանցած արդյունքների համար, որովհետև ձախողողների ոչ պաշտոնական հովանավորն է։ Ավելին UEFA-ի գործկոմի անդամության տեխնացու Արմեն Մելիքբեկյանը այդ կառույցի նախագահի
ընտրություններում, պաշտպանել է վերջինիս ու սպասվող ընտրություններում եւս ամենայն հավանականությամբ կանի նույնը։ Դա ըստ էության Հայաստանի ձայնն է։ Զավեշտալին այն է, որ ՖԱՖ հիմնադիր Սերգեյ Ջանջոյանի, Մելիք-Բեկյանի UEFA գործկոմ գնալու մասին հրապարակային քննադատությանն ի պատասխան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական էջով գրառում արեց, որտեղ ամենակարևոր հատվածներից էր այն, թե իբր Մելիք-Բեկյանը UEFA-ում անելիք ունի եւ որ ֆուտբոլի զարգացման ծրագիր կա։ Այս մասը հատկապես զվարճացրել էր հայ երկրպագուներին։ Իմի բերելով արձագանքները կարող են գեներացնել հարց UEFA-ի նախագահին։ Միթե վերջինս գոհ է հայկական ֆուտբոլում գրանցված արդյունքներից։ Միթե նա չի տեսնում ենթադրյալ անօրինականությունները, ինչն է ստիպում նրան Հայաստանում աչք փակել կատարվող իրադարձությունների վրա։ Տեղյակ է արդյոք, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պարտքեր է կուտակել, ինչ օգուտ է տալու Հայաստանում ձախողված Մելիք-Բեկյանը UEFA-ում, ինչու Չեֆերինը չարձագանքեց հայ երկրպագուների ձերբակալություններին, մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվող մեղմ ասած ուշադրության արժանի երևույթներին եւս։ Մեր տեղեկություններով մի շարք հայ երկրպագուներ մոտ ապագայում կդիմեն Շվեյցարիայի դատախազություն UEFA ֆուտբոլի ֆեդերացիայի հնարավոր անառողջ կապերի վերաբերյալ։ Գործընթացը կարող է ուղեկցվել միջազգային մամուլի հրապարակումներով, Չեֆերինին ուղղված բաց նամակով հենց Շվեյցարիայից, որտեղ UEFA շտաբ բնակարանն է։ Ֆեդերացիայի ֆինանսական խնդիրների մասին իհարկե մենք ունենք տեղեկություններ ունենք նաև աշխատավարձերի չափերի մասին, ու քանի որ մեր հարցումներին պատասխանող չկան, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում դրանք կհրապարակվեն առանց մյուս կողմի մեկնաբանության։ Եվ մեր աղբյուրները նաև հայտում են, որ UEFA-ի գործունեությանը խոշորացույցով հետևող եվրոպական լրատվամիջոցների ու տեղեկատվական հարթակների որոշ ներկայացուցիչներ արդեն ուշադրություն են դարձրել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործունեությանը ֆաների ու ԶԼՄ-ների բարձրացրած հարցերին։ Այստեղ մոտ ժամանակներս հնարավոր է հետաքրքիր զարգացումներ լինեն։